բլոգերները բան դու ոչ մի բան չեն անում, տունը նստած այդքան փողեր են աշխատում։ Կարծում եմ, որ բլոգերները շատ բան են փոխում Հայաստանում։ Հետո ինձ թվում է հասարակությունը այդ հանրային մարդկանց սովորական մարդու շատ առանձնացնում։ Ուղեղդ անընդհատ 24/7 չի հանգստանում։ Ինչ նկարել։ Ոնց լինի որ նայեմ, ոնց լինի որ կրեատիվ լինի, ոնց լինի որ հետաքրքիր լինի։ Ալգորիթմը լավ չաշխատեց, լավ չլայքեցին, լավ չգնաց։ Առհասարակ, Ես էլ եմ թատերականը ավարտել, ինչի Բորիսի պես շատ առաջարկներ չուրեմ։ պետք է նախ հասկանանք, որ մարդիկ տարբեր են, ունեն տարբեր կարծիքներ։ Այսօր ինչ որ իմ մոտ չընկալումների օր է։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, արդեն կարող եք գնալ ձեզ թեյ դնել, կարող եք գնալ քաղցր ավենիքները հավաքել լցնել սեղանին ու նստել ու սենց ուշադիր նայել ձեր էկրաններին, որովհետև նորից եթերում է կապի մեջը։ Եվ այսօրվա իմ հյուրերն են Օվսը եւ Անդոն։ Ողջույն, Բորիս։ Պետք է ծափարենք, բան։ Ողջույն։ Ողջույն, շնորհավորում ենք քեզ նոր եթերաշրջանի կապակցությամբ եւ տեսքդ ուղակի ֆանտաստիկ է, հագուստդ շատ ճաշակով։ Շնորհակալ եմ։ Տենաս ով օգնել, որ այս հագուստը ես ընտրեմ եւ վերցնեմ։ Իդեպ քո պիջակն էլ է։ Շնորհակալ եմ։ Սաման գեղեցիկ է։ Իդեպ սիրելի YouTube-ա դիտողներ կարող եք հիմա ստոպ տալ եւ մեկնաբանությունների դաշտում գրել թե ինչ արժի իմ պիջակը։ Ես Օվսի հաղորդմանը հյուր էի։ Իսկ որ ես ձեր կողքը սենց նստած եմ ու իմ շորերը դեից չի շատ Դրա համար քո հետ չենք խոսում։ Ինչ որ ես զգում եմ, էլի մի բանով կապ չունեմ ինչ։ Բայց իրականում Օվսի պիջակը խելառելու է, ես Այո, շատ ֆանտաստիկ է։ Կարող եք նոր ալիքի եթերում դիտել From Շուկա հաղորդումը, տեսնել թե Բորիսի լուքը ինչպես են կընտրել։ Իդեպ ես իրեն օգնել եմ, բայց ինքը այնտեղ խոստովանեց, որ ինքը անճաշակ է։ Դրա համար մաքսիմալն են կընտրել, ինչը կարող է։ Ես անկեղծ ասեցի, որ ինձ օգնի, որ ինչ-որ կարքին բաներ ընտրեմ, ինձ շոկնեց։ Չէ, շատ լավ է, ինչն է վատ։ Օրինակ Բորիսի ամբողջական լուքի արժեքը չի գերազանցում 10000 դրամ։ 6000-ն էլ չի գերազանցում, հա։ Հա, 6000 դրամն էլ չի գերազանցում։ Այդտենց որ ասենք քոնը вообще չեն կարող գուշակեն, էլի ասենք։ Ես կասեմ, իմ պիջակը արժի ընդամենը 1000 դրամ։ Չէր Եվ դիմանում, էլի։ ֆանտաստիկ տեսքն չի դիմանում այդ նորությունը ասել։ Բացի սրանից ամեն ինչ այնտեղից են կառել։ Անդ, ես միշտ նկատում եմ եւ այսօր էլ որ դու շատ ճաշակով եւ գեղեցիկ ես ակնվում։ Ու ինձ մի հատ բան է հետաքրքրում, Օվսն է ընտրում քո շորերը։ Հա։ Հա։ Մեծ մասը, հա։ Օրինակ նայ։ Ո՞նց քեզ օգնեցի։ Իսկ ո՞նց է լինում այդ process-ը, էլի առավոտը օրինակ այս շորերը ինքն է պատվիրել ամբողջովին, ինձ տարբերակներ է ցույց տվել, զուտ տենց գունային երանգ ու մի քիչ ոճը ես եմ ընտրել, բայց մնացածը ինքն է բացի համադրելը նաև ինքն է նայում թե ինչ շորեր անում։ Շատ ժամանակ, հա, ինքը այս վերջերս իդեպ on-line պատվերը արեցինք, բավականին շատ հագուստ է եկել ու Աշունը ահա որ շատ շորեր ունի։ Աշունը լիքը հա, բայց ուզում եմ հասկանամ այդ process-ը ոնց է տեղի ունենում, ասենք դու առավոտյան պիտի տնից դուրս գաս կամ չգիտեմ ցերեկոյան պիտի տնից դուրս գաս ու սենց ասմասարան կհակնես։ Օվսը մենակ գնելուց է օգնում, մնացածը ես ինչը հասցնում եմ, այդտենց տենում եմ լավ վիճակում, իրար հետ համադրում եմ դուրս եմ գալի։ Ինչը տենում եմ լավ վիճակում։ Կարող է օրինակ դες լինի մի հատ մայկա լինի, 3 հատ շալվար, 3 օր կարողանամ ճիշտ համադրեմ, այդտենց միշտ տարբեր ոճեր ստանամ ու ոչ ոք չնկատի որ նույն շապիկն է։ Ժողովուրդ մարդիկ կան ճաշակով են, ինձ չտրվեց այդ, ես չեմ կարող պատասխանել։ Լավ, ինչից եմ ուզում ձեր հետ խոսամ։ Դուք երկուսը զբաղվում եք բլոգինգով, չէ՞։ Դու նաև լուսանկարիչ ես եւ օպերատոր։ Սենց մարդկանց մոտ շատ-շատերի տպավորություն կա ու շատ են խոսում ու նաև շատ են դժգոհում մարդիկ դրանից, չգիտեմ ինչի պատճառով, որ ասում են, ես բլոգերները բան դու ոչ մի բան չեն անում, տունը նստած այդքան փողեր են աշխատում, գնում են 2 րոպե մի հատ վիդեո են նկարում, ես իմ ինչեր են ուզում։ Այս դրանից եմ ուզում խոսանք ժողովուրդ, ասեք որ տես չի։ Շատ տենց չի, մեր վիդեոները տենց վիդեո չկա որ 2 րոպե տևի, առնվազն մի 6-7 ժամ կարող է տևի այն տեսանյութերը, որոնք որ հենց կամերայով ենք նկարում, պլյուս տենց արդեն մոնտաժային process-ը բավականին երկար է տևում։ Նաև տեսանյութեր կան, օրինակ գովազդային որ նկարում ենք, կարող է 2-3 օր տևի ու ընդհանուր բարդ process է ու մարդիկ բնականաբար կադրից են կողմ չեն պատկերացնում այդ ամենը ինչի մասին է իրականում, էլի։ Իրանք վերջնական ռեզուլտատն են տեսնում մի 40 վայրկյանանոց ինչ որ տեսանյութ լայքում ասնում են։ Իսկ առհասարակ բլոգերին չեն վճարում տեսանյութի համար, այլ վճարում են բլոգերի ստեղծած վստահության, իր ստեղծած լսարանի համար, ինչպես նաև բոլորս կարող ենք, չէ, հիմա ռեկ տալ եւ նկարել 1 րոպեանոց տեսանյութ, բայց ոչ բոլորիս կվճարեն մեծ գումար։ Ինչի համար են վճարում արդյունքի, որովհետեւ ընկերությունները քեզ վճարում են X արժեք եւ ստանում են շատ ավելի մեծ գումար հետո շահույթի տեսքով, քան քեզ վճարում են։ Հայ իրականում որովհետեւ ես նույնիսկ
մինչև այդ ամեն ինչով փոքր-ինչ զբաղվել է, ես էլ շատ տենց չէի ընկալում, դու բնականաբար չի ասում տենց այդ ինչա որ, բայց հիմա ես հասկանում եմ, որ դա լրիվ ոնց որ ինքը աշխատանք է, նենց չի ինքը զբաղմունք է։ Այսինքն ոնց են, ասենք, չգիտեմ, ասենք բժիշկը ոնց է այլում գնում ամեն առավոտ աշխատանքի, տենց էլ դուք, նաև ես ինչ որ փոքր, մի քիչ, բայց նաև ես, հա, ոնց որ ձեր համար աշխատանք է, չէ՞։ Մենք գրաֆիկով երկուսը աշխատել ենք 9-ից 6-ը ու վստահ կարամ ասեմ, որ ֆրիլանսի դեպքում այդ ամեն ինչը այլ ավելի շատ է ժամայինով, եթե բաշխենք, այլ ավելի շատ ենք աշխատում, գիշերները չենք քնում ու այս դեպքում եթե համեմատության ու հեշտության առումով նայենք, միգուցե գրաֆիկով աշխատելը ավելի հեշտ է։ Ու մի բան էլ ասեմ, ժողովուրդ, ամենա հոգնածնող, ու նաև հաճելի, բայց շատ է օգնում դրանից, որ ուղեղդ անընդհատ 24/7 չի հանգստանում, ու ամեն դեպքում իմ մոտ տենց է։ Ինչ նկարել, չէ՞։ Հա, ինչ նկարես, ինչ նկարեմ, ինչ որ պատվեր է եկել գովազդի, բա ինչ մտածեմ, ոնց լինի որ նայեմ, ոնց լինի որ կրեատիվ լինի, ոնց լինի որ հետաքրքիր լինի, ոնց լինի որ չզզզնի, բա լավ, վաղը ինչ նկարեմ, բա հիմա ինչ նկարեմ, բա если որ նկարել եմ լավա թե լավ չի, բա если որ սենց գցեցի կարող է իրանց դուրը չգա, ու սենց էս ուղեղը անընդհատ Եվ արդեն հրապարակելուց հետո ալգորիթմը լավ չաշխատեց, լավ չլայքեցին, լավ չգնաց, այդ անընդհատ ինչ որ ստրեսու տագնապ է, որի մեջ բոլոր բլոգերներն են ինձ թվում է, բայց հաշվի առնելով, որ մենք ունենք ստեղծագործելու ազատ հնարավորություն եւ մենք անհատներ ենք, անում ենք այն ինչ ուզում ենք, ստեղծում ենք մեր լսարանի համար այն կոնտենտը, որը մենք ենք ցանկանում, ինձ թվում է արժի։ Դենց որ ժողովուրդ իրոք դա լրիվ որ աշխատանք է ու չարժի դա թերագնահատել ու արժեզրկել, որովհետեւ մարդիկ ջանք են դնում այդ ամեն ինչի մեջ։ Այդքան էլ հեշտ չի, որովհետեւ եթե իրոք հեշտ լիներ, հիմա բոլորը դրանով կզբաղվեն, չէ՞, ամեն մեկը տենց ոնց որ ովսն ասում, տեսախցիկը կմիացներ, ինչ որ բան կնկարեր, կասեր դե շատերն են ուզում հետո զբաղվեն, չի ստացվում ու այդ կայանալու Ոչ, քեզ մոտ շատ լավ ստացվում է։ Հա մի փոքր դժվար, որ արդեն քեզ որպես բլոգեր ընկալեն ու այդ этаպին հասնելն է բավականին դժվար։ Լավ, մի հատ sense բան, բլոգինգը ըստ ձեզ ինչ ազդեցություն ունի առհասարակ, չգիտեմ, մարդկանց վրա, աշխարհի։ Շատ մեծ իմ կարծիքով։ Եկեք մեր Հայաստանի օրինակով բայց խոսենք մենակ։ Հա, իմ կարծիքով շատ մեծ ու ես կարծում եմ, որ բլոգերները շատ բան են փոխում Հայաստանում։ Իհարկե, խոսում եմ այն բլոգերների մասին, ովքեր adekvat ու լավ բովանդակություն են ստեղծում, հիմա իրենց անդրադառնանք։ Իրենք ստեղծում են բովանդակություն, որի միջոցով Հայաստանում շատ մարդկանց մտածելակերպն է փոխվում, շատ մարդկանց շատ հարցերում օգնում են, օրինակ եթե մեր օրինակով բերենք, շատերը մեզ գրում են, որ շատ ոգեշնչվում են, որ մենք շատ աշխատասեր ենք, ինչ որ X բաների ենք հասնում եւ իրենց էլ ոգեշնչում ենք։ Շատ մարդիկ գրում են, որ մենք օրինակ ենք իրենց համար որպես զույգ եւ իրենք մեզ նայելով հասկանում են, որ կարելի է ունենալ նաեւ adekvat հարաբերություններ ու լավ ընտանիք։ Իդեպ նաեւ մի քանի հոգի մեզ ասել են, որ մեզ տեսնելուց հետո իրենք մտածել են, որ արժի ամուսնանալ, մինչև այդ կատեգորիկ վատ են վերաբերվել ամուսնություններին։ Հետևաբար լավ բովանդակություն ստեղծող բլոգերները օգնում են մարդկանց, զվարճացնում են, ոգեշնչում են, Ինչքան մարդ է գցել այդ մոտիվացնում են։ Իդեպ եթե սպառողների տեսանկյունից նայենք, վստահելի բլոգերներին հետևելով, սպառողների մոտ 49%-ը ըստ համաշխարհային ուսումնասիրությունների բլոգերների գովազդից են որոշում եւ կայացնում գնելու այդ որոշումը։ Բա։ Իրականում ես վերջերս մի հատ հաղորդման էի, տենց հարցեր ընչում ստատիստիկայի վերաբերել ու նույնիսկ 40 չէ, չգիտեմ ինչ տվյալներից էին օգտվել, հա, շատ բարձր տոկոս էր մարդկանց, որոնք առհասարակ ինչ որ գնումներ կատարում են միայն տենց բլոգերների գովազդի։ Նաև մասնագիտական տեսանկյունից է որ նայենք, հենց օրինակ image-ին հետևելով շատ մարդիկ որոշում են կայացնում, որ նոր մասնագիտություն կարողան փորձեն, ձեռք բերեն, օրինակ գալիս են լուսանկարչություն են սովորում, ու այդ ամեն ինչին նպաստում է ոնց որ իմանում են իմ բլոգի միջոցով, միևնույն ժամանակ շատերը բավականին հետաքրքիր այդպես ֆիդբեքերով են կիսվում ու ասում են, որ իրենց մոտիվացնում է այդ ամեն ինչը, այսինքն նաև մարդիկ կարողանում են բլոգինգին հետևելով ինչ որ նոր մասնագիտություն ձեռք բերել, որը ամբողջ կյանքի համար կարող է ծառայի որպես բիզնեսի տեսանկյունից։ Առիթից օգտվելով նաև ուզում եմ նշել, որ այն բլոգերները, որոնք հիմա արդեն իսկ կայացած են, իմ կարծիքով արդեն իսկ շատ բարձր նշաձող են սահմանել կոնտենտի հետ կապված, դա կլինի հումորային բլոգ վարողները, կլինի էսթետիկ բլոգ վարողները, կապ չունի, ու հիմա նոր բլոգերների համար ինձ թվում է շատ բարդ է մտնել շուկա, որովհետև արդեն իսկ այնքան բարձր, այնքան որակյալ նշաձող ենք մենք բոլորով սահմանել, որ բոլորից սպասում ենք լավ որակյալ բովանդակությամբ։ Այլև սպառողները արդեն իսկ սովորել են, հետևորդներն արդեն իսկ սովորել են լավ բովանդակության ու այլ վատ բովանդակությամբ իրենց չես համոզի, որ քեզ հետևեն։ Եվ դա ինձ թվում է որ լավ է։ Ես ո՞վ ասում լավ բովանդակությանն է սովոր։ Օրինակ դրա հետ ընդհանրապես համաձայն չեմ։ Դե այն մարդիկ, ովքեր վատ բովանդակությանն են սովոր, այդ մարդիկ այլ ինչ որ Ես օրինակ որ նայում եմ
լիքը են, որ absurd հիմա իրականում ոչ մեկի չեմ նշի, որովհետև չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, բայց absurd content մարդիկ ինչքան են սպառում ու Հայաստանում, այն որ ես դաժե ներվայնանում, լուրջ եմ ասում, իմ ծանոթներից, որ ես ասենք ինչ որ մեկը նստած եմ ու ես տեսնում եմ, որ տենց բաներ ա թերթում, ահավոր ներվայնանում եմ, ասում եմ, լավ ժողովուրդ, ինչի համար եք նայում, այդ ի՞նչ է, ոնց եք նայում ընդհանրապես։ Բնականաբար այստեղ վատը ավելի հեշտ է տարածվում մեր իրականության մեջ, բայց քանի որ հիմա խոսում ենք լավ բովանդակություն ստեղծող բլոգերների մասին, բնականաբար դրանք շատ տարբեր ոլորտներ են կարելի ասել, երկուսն էլ բլոգինգ, չգիտեմ, կարելի է համարել թե չէ, բայց լավ բովանդակություն ստեղծելը բավականին բարդ process է։ Հիշենք, հեսա կվերադառնանք այս վատ բովանդակությանը։ Ձեզ ուզում եք հարցնել, դուք որ նշեցիր ձեր բլոգում ինչքան տենց լավ մարդկանց դրական լիցքեր եք փոխանցում, լավ օրինակներ եք փոխանցում մարդկանց, իսկ դուք դա ինչ որ կանխամտածված եք այդ ամեն անում, թե ուղղակի դուք ձեր բլոգը վարում եք եւ ավտոմատ տենց է ստացվում։ Այսինքն դու քո կոնտենտը մտածելուց դու հաշվի առնում ես, օրինակ, որ սա ոնց կան կարեն մարդիկ ինչ կփոխանցեմ ես սրանով մարդկանց, թե ուղղակի դու անում ես այն ինչ քեզ հաճելի է։ Ես անում եմ այն, ինչ իմ արժեքներն են, այսպես իմ արժեքներից դուրս չեմ գալի, ինչ որ բեմադրված ոչ մի բան չենք անում, անոման, չգիտեմ, մեր ընտանիքի հետ կապված եւ այլն, բայց ես ունեմ պատասխանատվություն շատ մեծ չափաբաժին, ինձ թվում է այդ մեկ ուղղակի շատ մեծ է, ավելորդ մեծ է, բայց չգիտեմ, գովազդների տեսքով թե ինչ չի կարելի գովազդել, խոսույթների տեսքով ինչ չի կարելի խոսել եւ այլն։ Մի խոսքով ֆիլտրում եմ ամեն դեպքում եւ օրինակ ինձ համար շատ կենցաղային կոնտենտը ընդունելի չի, մարդիկ կան, ովքեր չգիտեմ, ինչ կռիվներ կարող են նկարեն գցեն եւ այլն, ինձ համար նման բաներ։ Ինչ ասել եք կենցաղային կոնտենտ։ Ամենակենցաղային իրավիճակները, որոնք մեր կյանքում պատահում են, ինձ թվում է դա պետք է մի փոքր ֆիլտրել։ Ասեմ, որ նաեւ ցույց տալ կյանքը, բայց ոչ կենցաղային մակարդակով։ Չգիտեմ ավելի այդ ամեն ինչը պատասխանատվություն ասվածը օֆսի նաև իմ վրա է տարածվել, որտեվ ես լինում էր որ սթորիներ էի անում էքենայեղեկին, ամրագոտին չկապած ու օֆսը քանի որ այդ թեմայից խոսել էր, իմ մոտ նենց անկալվել։ Երկու վայրկյան հետո իմ զանգը Անդրանիկին ու դրանից հետո ես հիմա օրինակ այդ ամեն ինչը գոզանգել բողոքի կուգան են քեզ։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով դրանից հետո ես չի եղել որ օրինակ սթորի անեմ ու ամրագոտին գցած չլինի։ Ու միևնույն ժամանակ օրինակ կարող է լինեն դեպքեր, որ սթորիում չհայտնվեն, օրինակ ծխախոտ չերևակադրում, այդ ամեն ինչը իմ համար շատ կարևոր է, որ Ու ոչ միայն սթորիներում ոնց մեր հետ կապված, մենք չենք ծխում երկուսս էլ, բայց եթե, չգիտեմ, ինչ որ մի տեղ ենք, որտեղ ինչ որ մեկը ծխում է կամ խմում է ալկոհոլ, մենք այդ կադրերը չենք հրապարակում, որովհետև դա անուղղակի ռոպագանդա է մեծ հաշվով, այսինքն դու այդտեղ չես ասում, ժողովուրդ եկեք, չգիտեմ, ծխեք կամ ինչ որ։ Խոսքը իհարկե գեղարվեստական նկարահանումների մասին չէ, օրինակ այտենց ֆոտոշութ ունեինք, որտեղ ոնց որ ծխախոտը դա դետալների մի մասն էր, դրա մասին չէ, էլի այդ ամեն ինչը։ Ես նույնիսկ որ ասեմ դրսում ինչ որ մարդիկ տեսնում են ճանաչում են ուզում են մոտենան նկարվեն, չգիտեմ ինչի հատնես լինում, բայց մարդիկ կան որ ասենք չգիտեմ, կարող ծխախոտով մոտենան կամ հետևոնով ծխախոտ լինի, նույնիսկ այդ դեպքում ասում եմ գցեք նոր նկարվենք։ Դե ես կարծում եմ բլոգերը ինքնին պետք է հասկանա, որ ինքը մի մասայի վրա բավականին այտենց կարողանում է իրենց դիրքորոշումը, հա, ասենց ասած փոխել ու պետք է այդ պատասխանատվությունը ունենա, որ փորձի հնարավորինս ամեն ինչ ճիշտ մատուցի, որ մարդիկ դրանից վատ բան չսովորեն, էլի։ Մենք շատ հաճախ ոնց որ տեսնում ենք թվերը, չգիտեմ, օրինակ իմ դեպքում Instagram 140,000 հետևորդ, բայց ազդեցությունը ու այդ մարդկանց թվերը չենք պատկերացնում։ Եթե պատկերացնենք, դա մի քանի ստադիոն, համերգասրահ, լսարան է ու պետքա, չգիտեմ, հնարավորինս փորձել adekvatության սահմանում ընկալել, թե ինչքան շատ մարդ է քեզ հետևում։ Օրինակ տան հավաքելու հետ կապված, հա, ես միշտ նայում եմ հետևում ինչ որ ավելորդ դետալներ չլինեն, ենթադրենք սթորի անելուց, նոր նկարում եմ։ Մարդիկ կան, որ ասում են դա ցույց է տալիս, որ չգիտեմ, ձեր տները միշտ հավաքած է եւ այլն, դա պատրանք է ստեղծում, բայց իմ կարծիքով, եթե ես անում եմ սթորի, որը չգիտեմ, նայում է 35000 մարդ, արդյոք ես կուզեմ, որ 35000 մարդ տեսնի հետևում մի երկու թափթփված իր։ Եթե մի հոգի գալիս է մեր տուն հյուր, եւ մենք սենց խառնվում ենք, չէ, արագ ամեն ինչ իր տեղում, որ հանկարծ չմտածի մեր տունը փոշոտ է, կեղտոտ է, նույնը մեր էջում է, պետքա մեր էջում էլ չմտածեն, որ ինչ որ բան փոշոտ կամ կեղտոտ է եւ հնարավորինս կոկիկ ամեն ինչ ներկայացվի։ Ես չեմ հասկանում, ինչի մարդկանց դուրս չի գալիս, որ կոկիկ պատրանքը որն է, այսինքն ուզում են տեսնել, որ թափթփված է, հա, որ տիպը։ Դե իբր իրականությունում բոլորիս տները թափթփված են լինում։ Ես համաձայն եմ։
Չէ, դե լինում է, չէ, պահեր, որ այսպես թափթփվում է, բայց ամեն դեպքում ենք դա հավաքում ենք, այնպես չի որ միշտ դա ինչ որ միշտ թափած է եւ դու հավաքում ես միայն նկարելու ընթացքում։ Օրինակ ես դա էլ գիտեք չեմ հասկանում, որ տենց բան կա, չէ՞ որ շատեր ասում են օրինակ դուք իդեալականացնում եք, կյանքը շատ իդեալական եք, ցույց տալի ինքը տենց չի, մարդիկ տեսնում են, մտածում են, որ հետո դեպրեսիայի մեջ են գնում, որովհետեւ իրաց կյանքը տենց չի, բոլորը մտածում են խնդիրներ չունեք, բայց ես դա չեմ հասկանում, ինչի են մարդիկ նեղվում, որ խնդիրները ես օրինակ անկեղծ, ես իմ բլոգում ես չեմ կարող ասենք իմ խնդիրները ցույց տամ։ Լուրջ։ Բայց այնքան լավ թեմա ես բացած։ Ես նույնիսկ ռեալ կյանքում եմ տենց, ես շատ քիչ եմ կիսվում մարդկանց հետ, եթե ասենք ինչ-որ բան ա լինում, ես իմ ամենամտերիմ ընկերների հետ անգամ չեմ։ Հետո ես կարծում եմ մարդիկ ոչ թե պետքա նայեն դեպրեսվեն, այլ ուղղակի պետքա նայեն մոտիվացվեն, որ փոխեն, եթե իրենց հետ ուզում ասել։ Ես չեմ պատկերացնում, ասենք, չգիտեմ, ժողովուրդ բան story անեմ, այսօր կոտրեցի ոդկաս, հեսա մեջտեղից բացվե։ Այդ հաստատ կանես, Բորիս։ Այս մեկը կանես։ Այդ կանես։ Ինչը։ Այդ որ կոտրվի կանես հաստատ։ Կոտրվելա չեմ արել։ Հա։ Ինչքան էլ շատ բարդ է կիսվել քո խնդիրներով, ես իմեջում մեկ-մեկ կիսվում եմ այդպես շատ հպանցիկ, ոչ, չգիտեմ, ինչ որ ռիլերի տեսքով սթորիում գոնե ինչ որ թեթև գրում եմ, որ հիմա ինձ մոտ ծանր շրջան է, ես ինչի հետ կապված, ու անպայման նշում եմ, որ իմ խնդիրների հետ կապված ես կիսվում եմ, որպեսզի դուք պատկերացնեք, որ բոլորիս կյանքում կան խնդիրներ։ Իսկ թվում մեկ-մեկ էդ էլ է պետք, որովհետև իրոք կարող է մարդիկ միշտ տեսնեն դու ուրախ ես եւ այլն։ Պետք է մեկ-մեկ հիշեցնել, որ ամեն ինչ այդքան էլ ինստագրամյան չի։ Նման բաների հետ ես ես էլ կարող եմ ինչ-որ գրառումներ կատարեմ կամ ինչ-որ story-ով կիսվեմ, խոսամ որևէ բաներից։ Ես էլ եմ կողմ, որ անընդհատ ես էլ եմ ուզում ցույց տամ, որ ժողովուրդ sense okay է, բոլորի կյանքում ամեն ինչ լինում է, պետք չի կյանքը իդեալական պատկերացնել, որովհետև ինքը տենց չի, բայց այն որ, չգիտեմ, ասում են օրինակ ինչի հաձեր ընտանիքում, որ կռիվ չի լինի, ոնց կարա կռիվ չի լինի, ինչի հետ ցույց չեք տալի, ես չեմ հասկանում, ո՞ւմ ինչ գործ։ Չէ, ես քեզ ամբողջովին հասկանում եմ ու այդ ամեն ինչը հենց բլոգերն են որոշում ոնց ներկայացնի, օրինակ իմ դեպքում ես չեմ կարողանում շատ բաներով կիսվեմ, անգամ տենց մոտիկ մարդկանց հետ, որտեվ այդ վատ բաները փորձում եմ շատ արագ այդ էտապները անցնել, էլի, եթե ինչ-որ լինում է, բնականաբար բոլորի կյանքում է լինում դժվար պահեր, ուղղակի տենց ոնց որ իցույց դնել է շատ ժամանակ ես չեմ կարողանում էլ։ Օրինակ, եթե քո օրինակով նայենք, դու հումորային բլոգ ես վարում, չէ՞։ Եվ քո բլոգը ոնց որ այդքան էլ անձնական չի, դու հումորային ստեղծում ես քո կերպարները եւ վարում բլոգ, եւ բլոգները ունեն տարբեր տեսակներ եւ պարտադիր չի, որ յուրաքանչյուր բլոգում այդ բլոգերը պատմի իր անձնական խնդիրների, տվայտանքների, ուր գնաց, ինչ արեցի մասին։ Ոնց որ տարբեր ժանրեր կան բլոգային եւ նորմալ է, որ դու չես կիսվում։ Նորմալ է ժորժ, շնորհակալություն, ես էլ ասում եմ նորմալ չի երևի։ Okay, բանի տանջում տարապում չեմ կարող։ Մեկ էլ մի այսպիսի բան կա որ շատ։ Լավ, վստահ էլի բրոկեր պիտի ասեմ։ Բլոգեր։ Վստահ էլի բրոկեր գտնել։ Արտահայտություն է, չէ՞, այ ուզում եմ նաև այդ հարցնել, ձեր համար ո՞րն է այդ կրիտերիաները, ոնց եք մարդուն վստահ էլի բլոգեր համարում եւ ոչ վստահ էլի, ոնց է դա ձեր կոնկրետ ընկալման մեջ դասավորվում։ Առաջին հերթին սոցիալական պատասխանատվությունն է իմ կարծիքով։ Օրինակ մայրիկները, ովքեր իրենց երեխային նստեցնում են մեքենայի դիմացի իրենց գիրկը կամ հետևում, չգիտեմ, եւ առանց քարսիթի։ Եվ դա հրապարակում են անընդմեջ եւ մարդիկ էլ իհարկե լայքում են, գովաբանում են եւ գուցե նույնիսկ չանդրադառնան, որ դա սխալ է, բայց իմ կարծիքով դա հսկայական սոցիալական պատասխանատվությունից զուրկ մարդու պահվածք է, որովհետեւ եթե քեզ հետևում են 100 հազարավոր մարդիկ եւ դու այդ մարդկանց ուղղորդում ես, որ սա նորմալ է, դա արդեն նորմալ չի։ Մեկը առաջինը դա է երևի սոցիալական պատասխանատվություն, դե արդեն նշեցինք, օրինակ ծխելը, չպրոպագանդելը, ինչ որ խաղադրույքներ անելը, ալկոհոլը եւ այլն, եւ դա մեր ամենօրյա քայլերում, թեկոզ ամենօրյա սթորիներում, որ չերևա, ինչ որ ալկոհոլ, ծխախոտ եւ այլն։ Հաջորդիվ երևի թե գովազդների հետ կապված նույնը, չգիտեմ, խաղադրույքներ չգովազդելը, ծխախոտ, ինչպես նաև մրցակցային հարաբերություններ պահել է, որովհետև եթե այսօր ես X ենթադրենք բանկին եմ գովազդանում եւ չանցած օրինակ մեկ շաբաթ ես գովազդ եմ անում հաջորդ բանկին, այդտեղ մարդը ինձ էլ չի վստահի։ Կան դեպքեր, ես էլ եմ ուզում անդրադառնամ, որ մարդիկ չմտածեն, որ միշտ է այդպես, ենթադրենք հագուստի խանութ։ Իմ կարծիքով նորմալ է, որ դու շատ մոտ ժամկետներում կարող ես տարբեր հագուստի խանութներ գովազդանել կամ տարբեր սրճարաններ կամ տարբեր հյուրանոցներ։ Այցելեք լեգենդար շուկա եւ կարող եք ձեռք բերել այնտեղից այսպեսի գեղեցիկ աշնանային հավաքած։ Քանի որ բոլորս, չէ, մեր առօրյայում օգտվում ենք տարբեր հագուստի խանութներից, այսօր էս սրճարան կարող են գնալ, հաջորդ օրը այլ, բայց կան ոլորտներ, չգիտեմ, դա կլինի բանկեր, դա կլինի, եթե ես այսօր ասում եմ, որ այս լաքահանիչ միջոցը լավագույնն է եւ մաքրում է իմ հագուստը
լիովին մաքրում է եւ հաջորդ օրը ես գովազդ եմ անում այլ լաքահանիչ եւ ասում եմ չէ ժողովուրդ այս լաքահանիչն ամենալավը ինձ թվում է այդ նորմալ չի Դե մարդիկ արդեն հասկանում են վճարել են անում է, էլի ոչ թե իրոք ահա այդտեղ այդ ուղղակի գովազդն է մնում այդ վստահությունը կորում է ինչու՞մն է բլոգերների գովազդի ոնց որ յուրահատկությունը որ մարդը նայում է որ Բորիսն է ասել արժի օգտվել ոչ թե նայում է որ ինչ որ տղա գցել էր գովազդ Պարիտետնի հայտարարել Այլ ասում է Բորիսին, քանի որ ես սիրում եմ եւ այլն, Բորիսին վստահում եմ, Բորիսի գովազդացից ես օգտվում եմ։ Տարբերությունը այդ է։ Մեկ այլ մարդու պարագայում ինչ որ տղա է խոսում է, այդ տղային չի ճանաչում, մարդը արդեն նստում մտածում է, արժի վստահել թե չէ, իսկ Բորիսի խոսքին հավատում է։ Ինչ լավ բաներ ասում ժողովուրդ։ Երանի տենց լիներ։ Կանչեք հյուր։ Հավատացեք Բորիսի խոսքին եւ ձեր կյանքում պատվիրեք գովազդ Բորիսի էջում։ Որեմ վաճառքի մենեջեր։ Շատ լավ ագնում։ Վաճառքի մենեջեր ով։ Բայց մենք հետաքրքիր բան ասեց, որ օրինակ ես դա այդել չեմ կարող ընկալեմ, այսօր ինչ որ իմ մոտ չընկալումների օր է, որ քարսիցի օրինակը որ բերեցի, չէ։ Օրինակ մեր մոտ ոնց է, չէ, ասենք երեխաներին ամեն ինչից շատ են սիրում, չգիտեմ, աստվածացնում են, սենց պաշտում են, փորձում են ամեն ինչը կառավարել։ Հա, բայց առանց քարսիտ կամ բան, առանց ամրագոտի կապելու բան, գնում են ինչ-որ ճանապարհ ու ինչի։ Կոնֆետներ են տալիս, գազավորված։ Ոնց կարելի է, չգիտեմ, ինչ ասեմ, երեխային տան մեջ չթողել, որ ազատ խաղա, որովհետև վախենում ես, որ կարող է գլուխը խփի, ասենք, չգիտեմ, ինչ-որ մի հատվածի տան, բայց մեքենայի մեջ առանց քարսիտ ես նստացնում։ Իդեպ ասում եմ, որ մենք անգամ շան համար էինք քարսիտ գնել ու հիմա որ նստեցնում ենք հետևի հատվածում եմ նստեցնում, դե արդեն տեղ չի անում քարսիթի մեջ, միևնույն ժամանակ կապում ենք, որ եթե արագ ոնց որ արգելակենք, ոնց առաջ չընկնի։ Բայց դա նորմալ է։ Ես հիմա համոզված եմ մարդիկ են լինելու, որ տեսնեն, լսեն այս քո ասածը, ասեն լավ շան համար քարսիթը որը սա բան, այսին։ Ես թվում է այդ մարդիկ են, ովքեր չեն պատկերացնում, էլի, ասենք շուն ունենալը ինչա, որտեվ ինքը մեր տան անդամն է, լիովին իր համար մենք երբեք գումար չենք խնայում, որովհետև հենց մենք երեխա չունենք, ինքը մեր համար երեխու պես է, էլի։ Բայց այնպես չի որ երեխա ունենանք շանը հանելու են Չէ, միանշանակ։ Եթե այս ոնց որ օգտվելով այս առիթից, ասեմ որ կան մարդիկ, ովքեր վերցնում են շուն իրանց երեխայի համար կամ իրենց համար, որպես այսպես զբաղվելիք եւ հետո ունենում են ենթադրենք երեխա եւ որոշում են այդ շանը հանել դուրս։ Այդ շունը ունենում է որևէ հիվանդություն, որևէ խնդիր հանում են դուրս։ Չգիտեմ, մազա թողնում շունը հանում են դուրս։ Հիմա ես ասում եմ ու իմ ուղեղում ընդհանրապես չի տեղավորվում։ Սկսում է խաղալ, շատ է խորանում։ Չէ, ամեն դեպքում, չգիտեմ, ոդքասթը լսելով, քանի որ մարդկանց մոտ կարող է ինչ-որ բան փոխվել, եկեք նաև այս կենթանիների թեմայից խոսելով, ասենք, որ կենթանի վերցնելը, որդեգրելը եւս շատ մեծ պատասխանատվություն է, եւ եթե դուք իրեն որպես տանանթափ չեք ընկալելու, իրեն հիվանդ ժամանակ, նեղված ժամանակ, մաս թողող ժամանակ չեք ընկալելու եւ չեք պահելու, ապա ավելի լավ է կենթանի չորդեգրել։ Եվ նույնը եթե հիմա ասեմ երեխայի հետ կապված, երևի թե շատ կոպիտ չի հնչի, նույնը երեխայի հետ կապված պետք է մարդը վստահ լինի, որ ինքը բոլոր առումներով, չգիտեմ, ֆինանսական, հոգեբանական եւ այլն, պատրաստ է ունենալ երեխա եւ նոր ունենա երեխա։ Հա, նույն բանն է, կենթանի երեխան, պրոստը երեխան ինչ-որ этапից սկսում է խոսալ կենթանի։ Շատ սխալ է։ Սխալ կոմենտ գրողներից է։ Երեխին համեմատեց շան հետ էսի։ Հա, լավ, վերադառնանք մեր բլոգերին։ Չէ, բայց իդեպ այդպես լինում է, գիտես, չէ՞, որ լինում է օրինակ վիդեոների մեջ ոնց որ երեխա ունեցեք շուն եք բան։ Հա, այդտենց կոմենտներ ա գալի։ Որ ասում ենք մեր երեխու պես սիրում են, ասում է բանը, խիք շանը երեխա ասում վիդեոյի մեջ բան, այսինքն Մենք երեխա չենք ասում, բայց համենայն դե որ ասում ես երեխու պես սիրում ես, էլի, ասում։ Ես հիշում եմ ձեր կոմենտներ կա։ Սթորիներով կիսվել եք, որ ինչ որ տեղ եք գնացել մեքենայով ու շանը պատահաբար մոռացել եք դրսի։ Աստվածիմ, ես այդ սթորիները նայում եմ, օֆսի դեպքը ես օֆսին հավասար հուզվել եմ այդ սթորիները նայելուց։ Ասենք ուզում էի գայ, իսկ բան անեի, չգիտեմ, պատժկա անեի, ես ուզում եի գայ մի բան անեի ձեր համար նույնց էի նեվել։ Նոր տարվա շրջաններ, երբ մենք ֆոտոստուդիայում նոր տարվա տաղավարներ ենք հավաքում եւ դա օրեր ա տևում, այսպես գիշերներ, եւ գիշեր ժամը 4-ն է, մոպսը ընդհանրապես ոնց որ լուր կենթանի է, ինքը ոչ մեկին երբեք չի անհանգստացնում, ոչինչ չի փչացնում, այսպես լուր ինքը Միտեղ դնես մնա, էլի գալիս է, մնում է շատ խելոք։ Մի խոսքով բոլորովի չենք որ նստենք մեքենա եւ մոպսին մոռացել ենք դնել մեքենայում։ Իդես խնդիրը որն է, իրանք հասկացել են հետևը նստողները, որ դիմացն է, որտեղ դե ինքը ձեն չի հանում։ Դիմացը նստողներն է հասկացել ենք հետևն է ու գնում ենք արդեն հասնում ենք ոնց որ Չարբախից մասի, որ պատկերացեք մի 20 րոպե ու պահակն է զանգում, ասում է ձեր շանը թողել եք, հիմա ու ասենց մեր դեմքերը որ տեներ ոնց որ բանը լիներ։ Աջին դոմա ոնց որ լիներ, էլի։
կոնկրետ սարսի իրար ենք նայում հետ են գնում ու ինքը ամենահետաքրքիրն էր որ մեր երկու մեքենայով ենք այդ ժամանակ մեկը թողել ենք ինքը ճանաչել էր այն մյուս մեքենան գնացել էր կողքը նստել էր ու սպասում էր այնց քյութ էր ինքը այդ կողքը որ նստած է սպասում էր որ դուք վայ Բայց բան ասեմ մի անգամ էլ ատես դեպքերը Ոնց գնացել եմ պատասխանատուի տպավորությունը Ես եղեք պատասխանատու մի ժամանակ ճանաչողում ենք Մի անգամ եմ մոռացանք Շրի Լանկայում փղերի մոտ էր Բայց այդ անգամ ավելի կարճ է գնացել էի ֆոտոստուդիա գործերս արեցի բան դա իրան ցենց էլի դել էի մի կամի վրա մնացել էր դուրը փագեցի իջա ու ցենց զգում եմ որ գալու շատ վեշ ունեի բան մի բան ավել էր հետո նայում ստե մենակ սունկենա հիշա որ թողել եմ վերև բարձացել եմ ընդ էլի նույն դիրքով նստած սպասում էր Եղջ մոբս Այստեղ հատկանշական է նշել որ Եթե դու մեզ հետևում ես մոբս ուրեմն կներես ուղղակի ստացվում է կյանքը տենց բան Մի րոպե այդ Թոյնինի պատասխան մայրիկները սկսեցին գրել թե իրենց երեխաներին որտեղ են մոռացել Եվ կար մայրիկ ով իր երեխային 5 ժամ թողել էր ինչ որ տեղ մոռացել էր ուղղակի Այնպես որ շատ մի դատեք հոգնած ժամանակ ամեն ինչ լվատում Մամ իսկ դու ինձ ինչ որտեղ մոռացել ես մամ ջան եթե մոռացել ես մա հիշի այդ պատմությունը ես գամ տուն կպատպես էլի ինձ ահավոր հետաքրքիր է լավ վերադառնալու մեր թեմային այ խոսում ենք բլոգերներից այդ իրանց լավ կողմերից լավ ազդեցություններից չէ այդ գովազդներից ինչքան կարան օգուտ իդեպ բացի այդ ամեն ինչից ինչ օգուտ կարան տան ձեր կարծիքով բլոգերները հանրությանը Դե ասում եմ ամենամեծը դա սոցիալական թեմաներով օգուտ տան։ Օրինակ ես իմ հետ կապված մի բան, ես շատ եմ ճամփորդում առհասարակ եւ նաեւ շատ եմ ճամփորդում հենց Հայաստանում, 14 տարեկանից ես սկսել եմ Արշավել Հայաստանում, գնացել եմ Սարեր, Զորեր եւ այլն, եւ հիմա էլ պարբերաբար բացի այլ երկրներ գնալուց ամենաշատը կարեւորում եմ հենց իմ երկիրը ճանաչելը եւ բացահայտելը։ Եվ այդ մասին միշտ խոսում եմ սոցցանցերում, միշտ տարածում եմ ինչ-որ սիրում տեսանյութեր եւ օրինակ գնացել էի Խուստուփ ու մի աղջիկ ինձ գրեց, որ ես Կապանից եմ եւ երբ տեսա որ դուք եկել բարձրացել եք Խուստուփ, ես ուղղակի շատ ամաչեցի, որ ես չգիտեմ 20 քանի տարի ապրելով Կապանում երբևէ չեմ եղել Խուստուփում։ Ու այդպես շատ են օրինակները, որ մարդիկ տեսնելով տարբեր տեսանյութեր ոգեշնչվում են եւ իրենք են սկսում Հայաստանում տարբեր տեղեր գնալ։ Շատ հաճախ մարդիկ ասում են գումար չկա, չէ՞ որ ճամփորդենք։ Ես միշտ կիսվում եմ եւ ասում եմ, որ ժողովուրդ 6000 դրամ դուք ունենալով դուք կարող եք ինչ որ արշավական խմբի միանալ եւ գնալ ինչ որ ուղղությամբ այդ օրը ձեր վայելելու, բացահայտելու ձեր երկիրը, անցկացնելու ինչ որ լավ օր։ Կարծում դա էլ է շատ կարեւոր օրինակ թեմա։ Օգուտները շատ են կախված որ բլոգում։ Քո բլոգում մարդիկ մտնում են եւ ուղղակի ծիծաղում եւ դա էլ է լավ, երբ որ մարդը հոգնած օրվանից հետո կարող է թերթել քո բլոգը, անհոգ ծիծաղել եւ գնալ քնել։ Չէ, ժողովուրդ, ես պիտի օֆսետ շատ շփվեմ, որ ինքնագնահատականս եւ ինքնավստահությունս բարձրանա։ Ես չգիտեմ արդեն։ Անդ, ինչ էի ուզում քեզ հարցնել, տես։ Օրինակ իմ մոտ, նո մենակ անդոին չէ, անդոին թեքվեցի, բայց քեզ էլա։ Սենց մի հատ պահ կա, որ երբեմն մի տեսակ նո ես էլ եմ շատ հայ բլոգերների հետևում բնականաբար ու մի տեսակ են որ sense զգացողություն կա որ շատ ուսուցիչ են դառնում երբեմն մարդիկ ու ես դա չեմ սիրում Այն որ ստորիներ ես թերթում, մեկ էլ ոնց կարելի է sense լինել, ոնց կարելի է նենց բան անել, ոնց կարելի է բան դուք ձեր sense ու sense մի հատ նախ քննադատություն, երկրորդը մի հատ sense ուսուցողական sense ինչ որ sense մի հատ բան են որ ինձ սովորացնում են ես նայում եմ այդ մարդը իհարկե դե բնականաբար այդ մարդը ինչ ուզի կարա ստորիանի դրա մասին չեմ ասում կամ չէ հետևում ուղակի եթե հաճելի չի բայց ես այդ բաները չեմ հասկանում որ պրամ մեկ-մեկ իմ համար շատ է Սկսում են սովորացնել։ Որ հա, սկսում են, որ որսես նայում եմ, որ այդ քո օրինակ պիտի լինի, բա ոնց է ես մինչև ես ապրել։ Կարող է գնամ մասնագիտականի, ես զարմանում եմ, որ օրինակ մեր ոլորտում մարդիկ ովքեր ես գիտեմ էլի, իրանք ինչ գիտելիք ունեն, դասընթացներ են դնում անընդհատ ու դրա համար, բայց ասեմ, որ շատ մեծ ինքնավստահություն է պետք, որովհետև երբ որ դու ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորացնում ես, նախ պետք է այդ գիտելիքը ունենաս, վստահ լինես, որ դու բավարար գիտելիք ունես, որ դիմացին կարես սովորեցնես, իսկ մեր իրականության մեջ տենց շատ օրինակներ գիտեմ, որ մարդիկ կարող է մի 10 մի բանով զբաղվեն, մեկ է հոպ, սպասի դասընթաց անենք էլի ու սկսում եմ լոգի մի Ոսկես դասընթացների մասն էլ չի, այդքան օրինակ է, երբ որ դու սովորեցնելու ընդհանուր որևէ հա ինչ որ քո մասնագիտական լուսանկարչության կամ օպերատորության մասին, չգիտեմ, ինչ որ որևէ ռիլ տեղադրես կամ սթորիներ անես, ես դա բնականաբար դրան բանով չեմ վերաբերելու։ Իսկ եթե խոսքը գնում է օրինակ սեփական կարծիքի մասին, երբ որ մարդը փորձում է իր կարծիքը մնացածի sense չակերտավոր ասած վզին փաթաթել, այդ կողմից է պետք է նախ հասկանանք, որ մարդիկ տարբեր են, ունեն տարբեր կարծիքներ ու երբ որ դու ունես մի կարծիք, պետք չի բոլորին ստիպես, որ իրանք տենց քո կարծիքը ընդունեն։ Հա, հիմա ոնց որ ստորի անեմ, ասեմ, ոնց կարելի է հակնել, ասենք, պիջակ
1000 դրամանոց։ Չանեք տեն բան, թույլ չտակ ձեզ տեն բան։ Հա, այն որ ժողովուրդը ինչի այդքան սովորացնել կա, միգուցե պետք չի։ Չգիտեմ։ Քանի որ ես այստեղ եմ, միգուցե պետք է, ես էլ չգիտեմ։ քանի որ ես այս կողմում եմ բլոգերների շահերը պաշտպանելու համար, հակառակ մի բան ասեմ, մենք սխալվելու իրավունք չունենք։ Եթե նկատես, բոլորիս դեպքում այդպես է, օրինակ ես 5 տարի վարում եմ բլոգ, արդեն խոսեցինք, շատ պատասխանատու եմ վարում միշտ։ Այդպես չի եղել դեպք, որ ես ինչ-որ բան ասած լինեմ, որը վատ ազդեցություն կարող է հանկարծ թողնել, միշտ մի քանի անգամ մտածում եմ, նոր ինչ-որ բան հրապարակում եմ, բայց եթե մյուս կողմից նայենք, մենք սխալվելու իրավունք ընդհանրապես չունենք։ Եթե մենք հանկարծ գովազդենք մի ընկերություն, որը հետո կպարզվի, որ ենթադրենք խաբեբա է, եթե հանկարծ մենք ասենք մի կարծիք, որը հետո կպարզվի, որ այդքան, չգիտեմ, հանրությունը այդ կողմից չի եւ մեր կարծիքը, չգիտեմ, սուտ դուրս կգա կամ ինչ-որ սխալ դուրս կգա, մեզ ուղղակի կխարազանեն։ Խարազանելու են խոսում։ Եվ քո այդ ամբողջ աշխատանքը, որը դու տարիներով կատարել ես, ուղղակի կընկնի ջուրը, ինչ որ մի փոքրիկ դրվագի պատճառով։ Այդ շատ լավ թեմա է, հիմա ուզում եմ էլի դրանից խոսանք, բայց իմ ասածը այս պահին ինչ որ ասում եմ, այդքան էլ դրա մասին չէր։ Ոչ թե ինչ որ սխալվելու կամ ճիշտ ու սխալ բան ասելու մասին է, այլ նրա մասին է, չգիտեմ, երևի դու էլ տեսած կլինես, որ ասենք որևէ ինչ որ թեմայի մասին մեկ էլ ինչ որ մեկը sense շատ հաստատակամ, sense յախ ես զզվում եմ sense բաներից, ոնց կարելի է sense բաներ ասել, sense պահել, ու sense երբ որ ես sense բաներ եմ տենում, որ ասում եմ, բայց տպավորություն է գալիս իմ մոտ, որ եղբայր, բայց դու ինչ գիտես, որ այդքան ճիշտ ես, որ այդքան մարդու տենց հաստատակամ ասում ես, մի հատ էլ օգտագործում ես այնպես բաներ, որ տիպը վայ զզվելի է, վայ ոնց կարելի է sense լինել բան, մի քիչ վիրավորական նաև բաներ են, որ բայց միգուցե սխալվում ես։ Իհարկե ես ընդհանրապես կողմ չեմ վիրավորական բնորոշումներ ինչ որ բանի տալը, բայց իմ կարծիքով երբ որ ինչ որ լավ թեմա է լինում, որից մանավանդ հանրությունը խուսափում է խոսել եւ ինչ որ բլոգերը այդ թեման բարձրաձայնում է, միշտ առողջ քննարկումները ավելի լավ է, որովհետեւ երբ որ դու ինչ որ թեմայից բարձրաձայնում եւ այդ թեմայից մարդիկ սկսում են արդեն խոսել, բայց կարող է մինչ այդ ինչ որ մեկը վախենում էր ուղակի բարձրաձայնել, դա ինձ թվում է հանրության համար, բոլորի համար է շատ լավ, որտեւ արդեն իսկ այդ թեման սկսում է խոսվել եւ մարդիկ ավելի նորմալ են վերաբերվում։ Այդ բարձրաձայնելն է, գիտեք, ինքը նաև իմ կարծիքով մի քիչ ոնց ասեմ, վտանգավոր ու տհաճ կողմեր ունի։ Նայ շատ լավ է, որ մեր օրերում կա այդ հնարավորությունը, կա այդ ռեսուրսը, որ նախ ինքն ռեալիզացվելու, որ եթե ես ինչ-որ ստեղծագործ մարդ եմ, ես կարամ որ ոչ մի բան չլինի, ես կարամ ուղղակի իմ հեռախոսով իմ Instagram-ի էջում ռեալիզացվեմ ինչ-որ։ Ու նաև շատ լավ է, որ կա այդ ինչ-որ թեմաներից խոսալու, ազատ խոսալու, հա, կարծիք հայտնելու հնարավորությունը։ Ինչ օրինակ եմ ուզում բերեմ։ Գիտեք, այն դպրոցի միջադեպը է, մի երեխայի հետ կապված, որ դասատուի հետ շատ վատ էր խոսում, Ես անձամբ դիտավորյալ ոչ մի բան այդ մասին չեմ ասել, որովհետև այդ երեխան արդեն մեղքից գալիս էր։ Ճիշտ է, շատ ինչ որ տագեղ տհաճ միջադեպ է, բայց ինչ որ նես թեմայի ես անդրադառնում, կներես, որ շատերը, օրինակ ես նկատել եմ, այդ թեմայից խոսում էին ոչ թե նրա համար, որ ինչ որ կարծիք փոխեն, այլ նաև որ խայպ անեին, որովհետև այդ թեման խայպի մեջ էր, ու կներես ես ինքս չեմ խոսել, որովհետև արդեն իմ մոտ տպավորություն էր, որ այնքան խոսացին, որ եթե ես խոսեի, մարդիկ մտածելու են, ես այդ ամեն ինչը անելու եմ խայպի համար, այլ ոչ թե դա անկեղծ կարծիք է լինելու։ Պատկերացրիր, բնականաբար ես ունեմ իմ դիրքորոշում այդ թեմայի նկատմամբ ու պրոստը այս դեպքում իմ չխոսալը իմ համար ավելի ճիշտ էր, քան որ այդքան խոսային ու շատ ձևական էր շատերի խոսքը էլի արդեն։ Ահա, բնականաբար միջադեպը շատ տագեղ էր, բնականաբար ես կուզեի որ ընդհանրապես տենց բան տեղի ունեցած չլիներ, բայց որ այդքան դրա մասին խոսալ ու այդքան տենց քլնգել, լավ է երեխային չէր կարելի այդքան քլնգել, նույն իմ կարծիքով էլի, հա։ Մարդիկ կան, որ որոշում են ամեն ինչի վերաբերյալ իրանց կարծիքը պետք է հայտնել, չէ՞ ժողովուրդ պարտադիր չի ամեն ինչի վերաբերյալ կարծիք ասել։ Որովհետև նույն ձևով որ նայում ենք Հայաստանում շատ են խնդիրներ, եթե նայենք ամեն ոլորտում մենք ունենք խնդիրներ, բայց շատ հաճախ կարող է մենք ինքներս էլ չբարձրաձայնենք այդ խնդիրների մասին, չգիտեմ, թեկուզ ամրագոտի գցելը, այն ասում են ամեն ինչի, ինչին ես հաճախ եմ անդրադառնում, չգիտեմ, ամրագոտի գցելը, Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրերը կեղտոտելը, կենդանիներին նեղացնելը, չես պատկերացնի ուղղակի Facebook-ում ինչ գրառումներ են, թե կենդանիների հետ մարդիկ ոնց են վարվում, ինչ դաժանությամբ, ուղղակի անպատկերացնելի է։ Նայում ես թեմաներին, որոնք շատ կարևոր են ու ոչ միայն դրանք, ասեցին իրանք, որոնց ես եմ անդրադառնում։ Շատ հաճախ չենք անդրադառնում, որովհետև դա այդ պահին այդքան էլ թրենդային չի։ Ոնց անդրադարձար նրան, որ երբ որ մենք մի փոքր անգամ մենք ասելով հանրային մարդիկ, հայտնի մարդիկ, մի փոքր անգամ սխալվում են, դա դառնում է ինչ որ sense մի հատ
եսի ինչ, հա, ու բոլորի կողմից ու իմ համար միշտ այդ թեման էլ է բան եղել, շատ զարմանալի ու չընդունելի, չընդունված, որ օրինակ տեսեք, մարդուն շատ են սիրում, անընդհատ, չգիտեմ, լավ բաներ են գրում, հետևում են, ասենք, չգիտեմ, դրսում տեսնելուց անգամ շատ ժպիտով են ընդունում, ջերմ են ընդունում, բայց հանկարծ մի հատ պուճուր կամ ոչ պուճուր ինչ որ մի շադեպ ու այդ մարդը դառնում է բոլորի համար ինչ որ sense տահաճ անձնավորություն, աչքի գրող, այսպես ասած, ինչի՞ց է։ Ինչ եք կարծում։ Մեր հասարակությունը շատ ծայրահեղական է իմ կարծիքով եւ միանգամից կարող են մոռանալ մարդու ամբողջ անցած ճանապարհը եւ մի ինչ որ դրվագով ուղղակի իրան խարազանեն։ Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ մարդիկ շատ են սիրում ինչ որ դրամաներ։ Օրինակ, եթե դու քո էջում անում ես դրամաներ, ես ինտրիգների սիրահար չեմ եւ իմ էջում ընդհանրապես ինտրիգներ չեք տեսնի։ Նույնիսկ այն թեմաները, որոնք կարող են ամենաինտրիգայինը լինել, չգիտեմ, այս վերջերս շատ ինչ որ վատ դեպքեր իրար հաջորդեցին, երբ իմ հարազատները հիվանդանոցում էին անընդհատ հայտնում, չգիտեմ ինչի, եւ ես դրան փոքրիկ մի ստորիով անդրադարձա, որ ուզում եմ իմանալ, որ այսպեսի բան էլ է եղել եւ իմ կյանքում հիմա չգիտեմ, ծանր փուլ է։ Կան մարդիկ, որ դրանից կարող են ինչ որ ռիլեր պատրաստել, ինտրիգային ինչ որ եւ միանշանակ դա կունենա հազարավոր դիտումներ, հազարավոր լայքեր։ Մարդիկ սիրում են ինտրիգային ինչ որ բաներ, սիրում են ինչ են սիրում են, էմոցիոնալ ինչ որ կոնտենտ, բայց ուրախությունով ուրախանալ եւ այլն այդքան էլ շատ չի, ասեմ։ Դա ինձ թվում է հասարակությունը այդ հանրային մարդկանց սովորական մարդու շատ առանձնացնում։ Ամեն դեպքում թե այն հայտնի մարդ աստվածը, թե սովորական մարդը, իրենք մարդ են ուղղակի։ Իրանք ունեն թե լավ կողմեր, թե վատ կողմեր, ունեն սխալվելու հնարավորություն ու բոլորին պետք է ոնց որ միանման նայես, եթե դու ինչ որ մեկը կարա սխալվի, ասես օքեյ, բնականաբար այդ հայտնի մարդն կարա սխալվի ու ինձ թվում է դա էլ է օքեյ։ Դե միանշանակ այդ քո նշած հայտնի մարդը մի քիչ ավելի շատ ոնց որ պատասխանատվության բան կա իր վրա։ Բնականաբար ունի, բայց խարազանելը կոնկրետ։ Օրինակ ես դա այն տրամաբանությամբ չեմ հասկանում, որ ցանկացած մարդու կյանքում էլ չէ ինչ որ միջադեպ է լինում է, չէ՞, ասենք չգիտեմ, իմ ընկերը կամ հարևանը ծանոթը դասարանցի չէ, կարա սխալվի ինչ որ բան անի, վիրավորի ինձ ինչ որ բանով կամ որևէ բան անի, որ դուրս չգա, ինչ որ խայտարակ բան անի, բայց ասենք այդպես դեպքերում իրանց կողքի մարդկես բոլորն էլ լավ ինչ որ ժամանակած ներում են մոռացնում ասում, բայց որ ինչ որ որևէ հանրային մարդ է դառնում վերջ։ Աստված չանի ինչ որ ոդքասթի կամ հաղորդման ժամանակ մի միտք արտահայտեն, որը իրենց մտքի հետ համապատասխան չի, վայ, դու էլ գիտես թե ինչ են անում, ես ուղիղ այդ վտանգի տակ եմ։ Ու որ պատկերացնես իրական ամեն ինչն է քննարկելի։ Օրինակ վերջին 2 տարիների ընթացքում այդպես ստացվեց, որ ես ունեի ընկերական շրջապատեր, որոնք հետո այդքան էլ հիմա շատ մտերիմ չենք եւ չենք շփվում։ Եվ մարդիկ նույնիսկ կարող է անընդհատ, չգիտեմ, գրեն, բա ինչ էլ էս մարդու հետ չեք շփվում, ասում եք լավ ընկերներ եք եւ այլն։ Ու ես այդ մարդկանց պատասխանժորդ չի եղել ձեր կյանքում մարդիկ, ում հետ դուք շփվել եք եւ ինչ որ պահ հետո հասկացել եք, որ ավելի քիչ է ձեր շփումը դառնում եւ ավելի հեռվանում եք իրար հետ։ Գրում են լինում է, ասում բա իմ մոտ էլ է լինում, նորմալ է։ Հա, այդ առումով իրականում որ ասում ես որ կարանտինան, որ ինչ որ երկու հայտնի մարդ իրար հետ են ու իրանք մտածեն, որ իրանք ամենալավ ընկերներն են։ Հա, այդ պահն էլ կա։ Հա, կամ զույգ են։ Կամ զույգ են։ Ինձ թվում է ձեր սերիալների դեպքում դու այդ լավ կամ աշկի։ Այս ամեն սերիալից հետո բամ նոր ընկերուհի, նոր զույգ ունեմ, հա, ինչ որ ում հետ ինչ որ տեսան եմ խաղում, բարձվում է իր հետ ենք մենք։ Բայց այդ լավ է, որ սերիալների հետ էմոցիոնալ կապ են ստեղծում։ Արտադրողների համար էլի։ Լավ է, որ սերիալների հետ ինչ որ էմոցիոնալ կապ են ստեղծում զույգի շատ սիրում են։ Սերիալը վերջանալուց հետո չի կորում այդ կապը։ Իսկ գիտես, հա, ունես չի անծանոթ մարդիկ, բոլորին բարեկամները, բան ամեն սերիալից հետո մեկ է զանգում են, վայ, բանը դու Էլենի հետ եք, հա, արդեն բան, լուրջ դեմքով, հա։ Դա նույնիսկ տենց հարցեր են, որ բաննա, չէ, Արսենի լավն այնք, հա, լավն է, ուրախ ենք ձեր համար, արդեն ես ոչ չել լսում, ասում ես չէ, ուրախանաս, որովհետև դու այնքան լավ ես այդ դերը կատարել, որ քեզ արդեն ասոցացնում են այդ դերին։ Մեր մոտ ուղղակի մի քիչ շատ է, հենց։ Ես լուրջ եմ ասում, սրանից հետո ես ամեն օր զանգելու եմ քո խոսամ նոր տնից դուրս գա։ Զանգի, քուրիկս ինձ ասում է, որ ոնց որ Օֆսը 10 տարի հոկեբանի մոտ գնացած լինի, ամեն ինչին adekvat, հանգիստ է նայում։ Իրականում իմ տանեցիների եւ մոտ շրջապատի հետ ես այդքան էլ այդպես շատ ներողամիտ չեմ, օրինակ Անդոն մի բան անի, կարող է պատմություն դարձնեմ։ Ես օրինակ այդ որ դու ասացի քուրիկս ասում եմ, ուզում եմ ասել, որ մենակ քուրիկը տա, ես դեմ ուրիշ ոչ ոք։ Իմ կողմից ոչ աշխարհում բոլորի հանդեպ ես շատ ներողամիտ եմ, հասկացող, բացի քեզ այդ բոլորի հայացքելի տեսակ ինչ սաստող հայացք ես ներողամիտ եմ Տոնի Բացանը Սուսմանան Ապշակես կեմ բերե որ մաման տես փուճուրենք տես բանում չէ որ համնա դեսոնից կոն որ ես նայում ես առում էր ես գլուխ ես ներողամիտ չափում բայց եկեք գիտեք ինչն է ինձ
այսպես ասած զարմացնում մեր մոտ շատ են սիրում, որ սենց ոնց ասեմ, որ ճիշտ լինի։ Այս փողի նշանները։ Չէ, նա փողը շատ սիրում էր, որ միանշանակ, բայց ինչ որ սենց վատ բան։ Այն որ ես եթե ինչ որ ռիլ անեմ ու իմ կյանքից ինչ որ վատ բան պատմեմ, համոզված եմ, ահա որ շատ կնային։ Ապրում են դրանով։ Որովհետև կարեկցելը, տխրելը ավելի հեշտ է, քան մարդու ուրախությունով ուրախանալը։ Որովհետև դու մտածում ես ինչի ինքս հաջողություն ունեցավ, մարդիկ մտածում են ինչի ինքս հաջողություն ունեցավ, ես էլ կարող եմ ունենալ կամ գուցե գիտես մարդկանց մոտ տարբեր ինչ որ թեմաներ ա լինում, գուցե ինչ որ մեկը ինչ որ բլոգերի նայելով մտածում է, չգիտեմ։ Ես էլ եմ թատերականը ավարտել, ինչի Բորիսի պես շատ առաջարկներ չուրեմ, կամ Օֆսիկին ա նայում, ես էլ էի TikTok-ում վիդեոներ նկարում, ինչի հիմա ինքը բլոգեր ա գումար աշխատում, չգիտեմ, յան այսքան մարդ ա հետևում, ես ընթացքում կորեցի, եւ դրա համար մարդու ուրախությունով ուրախանալը շատ ավելի բարդ է ստացվում։ Իսկ երբ որ վատ ինչ որ իրավիճակ ա լինում, կարեկցելը ավելի հեշտ է ստացվում։ Եվ հաղորդումից հետո ովսը կուրսեր ա հոգեբանության Այո, գրանցվեք։ Ու ամենահետաքրքիրը գիտեք որ ոնց որ մարդիկ ոնց որ հիմա ասենց օրինակ բերեմ, բայց ուղիղ չհասկանաք, ոնց որ հաճելի լինի իրանց, բայց ոչ թե այն առումով որ տիպը ուրիշը վատ է իրանց հաճելի է, այլ այն որ իրանք էլ են այդ էմոցիան վեկալում նայելուց, ու ասես նստում են, ու իրանց հաճելի է տառապելը։ Ես հիմա համոզված եմ, եթե ինչ որ վատ պատմի, վատ ինչ որ հուզական, չգիտեմ, ձեր կյանքից բան պատմեք, ովսն էլ, չգիտեմ, լացեր, ինչու որ դու էլ լացեր, եկով նստենք լացենք, քանի հոգով լացենք, այդքան անգամ շատ կնային։ Ինչ-որ հաղորդում ու ես դες մարդկանց գիտեմ, որ իրանց հաճելի է որ նստեն այդ մարդու հետ տառապեն, ասես ինչ որ նստեն։ Սերիալների պրինցիպն է, էլի։ Իրանք ասեն, որ սերիալը դրամա է լինում, բանման, այտենց կարեկցում են։ Հետո օրինակ որ գնացել ենք նկարանման իրար հետ, հա հարց ու փորձ էին, չէ՞, բա վերջում հետ ամուսնացար թե բան արեցիր սենց, էլի։ Իրանք դրանով ապրեն ու արդեն բլոգինգը այնքան է մտել, ոնց որ մարդկանց կենցաղի մեջ, իրանք ամեն օր պատտման էլի, ասենք այդ տեսանյութերը բանման, իրենք սկսում են դրանով ապրել կոնկրետ, ոնց սերիալները։ Դե հետո բոլոր մարդիկ կենցաղում ունեն շատ խնդիրներ, մենք եւս, եւ ավելի հեշտ է տեսնել, որ վայ ինքն էլ ունի եւ կարեկցել, քան երբ որ այդ մարդը թաքցնում է եւ փորձում է ուժեղ լինել, կայացած լինել, այդ ավելի դժվար մարսելի է, որովհետեւ մտածում ես ինքը կարողացա, բայց ես չեմ կարողանում եւ այդպես։ Եթե ամփոփենք այս թեման, իմ կարծիքով պետքա բոլորս կենտրոնանանք մեր վրա։ Եթե իմ օրինակով էլ ասեմ, եթե օրինակ ես սկսում եմ ինչ-որ շրջան նայել բլոգերների տեսանյութերը շատ, ես ոնց որ կորցնեմ ինձ, իմ բովանդակությունը ինքս իմ մեջ։ Ավելի իսկ երբ որ կենտրոնանում հենց իմ վրա, մնացածի վիդեոները ուղղակի նայում եմ ոչ թե ուսումնասիրելով, թե այդ մարդիկ ինչ են անում, այլ ուղղակի լայքելով եւ անցնելով եւ կենտրոնանում եմ իմ աշխատանքի վրա, միանշանակ աշխատանքը քո ավելի լավ է ստացվում, քո կյանքը ավելի լավ է գնում, քան երբ որ կկենտրոնանաս ինչ որ մարդու վրա, վայ ինքը ինչի սրան հասավ, ինքը ինչի նրան հասավ, ոչ մեկի հաջողությունը ոչ մեկից չի խանգարում։ Եթե իր բախտը բերել է, դա ինձ ոչնչով չի խանգարում։ Ասում է կլասիկներից մեկը քո հանճարը իմ բանջարին վնաս չի։ Ժողովուրդ, մի քանի բլից հարցեր ունեմ ձեզ հենց արագ մոտենանք ավարտին։ Ուրեմն, ամենասիրելի, ամենալավ, ամենահանճարեղ բլոգերը կլինի Արտաս Ամանյան, թե Հայաստանի կապ չունի։ Վայ, ես անսահման շատ սիրում եմ Mr. Beast-ին։ Ես Հայաստանում կասեմ Նորոին։ Նորոյին, ամենահանճարեղը։ Նորոթրեբլ։ Հա, իրա կոնտենտ, հա։ Ինչ։ Հարցեր ու վերջ էլ չէի կարա ասեի խեմ սիրում։ Ինչ ես սիրում։ Ասեմ էլի ինչ եմ սիրում, ես իրան բացահայտել եմ վերջին 1 տարվա ընթացքում ինքը աշխարհի ամենաշատ հետևորդ ունեցող յութուբերն է եւ ամենաշատ գումար աշխատող ամենամասշտաբային արդեն 400 միլիոն եւ ավել հետևորդ ունի, ինչեւ է։ Ես իրան սիրում եմ, որովհետեւ ինքը շատ լավ մարդ է, ինքը ունի մի հատ առանձին էջ, որտեղ անում է շատ մեծ բարեգործություններ ու եթե ինչ որ մարդիկ չեն հետևում, կուզեմ ճանաչեմ, որովհետեւ իրեն միայն նայելով դու եւս բարությամբ ես վարակվում։ Ինքը շատ մեծ գումարներ աշխատում, բայց այդ բոլոր մեծ գումարները հետ է ներդնում իր տեսանյութերի եւ բարեգործությունների համար, ու որ պատկերացնեք, չգիտեմ, Աֆրիկայում 60 գյուղում ջրամատակարարում էր արել, ինչ որ տարբեր տեղերում, որտեղ հիվանդանոցները շատ վատ վիճակում են, հիվանդանոցներ է կառուցում, եւ այդ բարությունը, որ դու տեսնում ես եւ հասկանում ես, թե բլոգերը ինչքան սեր կարող է տա, ինչքան բարություն կարող է տա ու իրեն եկած ռեսուրսը չօգտագործի միայն իր համար, չգիտեմ, իր ընտանիքի լավ ապրելու, այլ սոցիալական ծրագրերով օգնի նաեւ շատ մարդկանց, ու իդեպ ինքը ամերիկացի է, բայց ինքը օգնում աշխարհում բոլորին։ Որպես միջազգային օրինակ ես Offset շատ համամիտ եմ, իսկ հենց Հայաստանում ինչ եմ ասում Նորոթրեբլ, որտեղ ինքը ունի ճամփորդական կոնտենտ, որը որ միջազգային շուկային շատ ուժեղ մրցակից է, կոնտենտի որակը շատ ուժեղ է ու հպարտ եմ, որ Հայաստանում նման կոնտենտ ստեղծող կա։ Թույն ամենասիրելի, ամենահանճարեղ դերասանը այս աշխարհում։ Բորիսը։
Բորիսը։ Ասում դերասանը, դες չգիտեմ ինչ Բորիսին ասում։ Ես ըստ թեմին եմ շատ սիրում, այս վերջին մի տարվա ընթացքում իր բոլոր ֆիլմերը նայել եմ, շատ եմ սիրում։ Կախված է արդեն ժանրից։ Jim Carrey-ը հումորային ժանրում իմ համար է Ես եմ միանշանակ հումորային ժանրում շատ ուժեղ է, իսկ Offset քանի որ վերջերս այդպես նայում ենք շատ ֆիլմեր, որտեղ կլվի տեսարաններ կա, Statham-ը շատ էլի գոբելի որ դերասաններից։ Գիրք, որը վերջի անգամ կարդացել եք։ Հիմա վերջին երևի Ագապին ա եղել։ Ագապին։ Եվ Կիոսակի Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ։ Դե վերջում մի հատ մեր սիրելի հետևորդներին ով ստա տես բաներից լավ։ Մնացած ինչ որ լավ դրական էմոցիա, դրական լիսկեր, ինչ որ լավ բաներ ասա փոխանցի ու ավարտենք։ Կենտրոնացեք ձեր աշխատանքի վրա, սիրեք ձեզ, ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք եւ համոզված եղեք, որ ձեր կյանքում ամեն ինչ ստացվելու է։ Դե ինչ ժողովուրդ ջան, մենք մոտեցանք ավարտին, ոնց որ ասում է, ովսը կենտրոնացեք ձեր վրա, սիրեք ձեզ, սիրեք նաև մյուսներին եւ եթե որևէ մեկը սխալվում է այս կյանքում, մի քլնգեք նրան եւ մի պախարակեք նրան, հետևեք մեր բլոգերներին, սիրեք նրանց, լավ խորհուրդներ են տալիս, նայեք նրանց գովազդները, օգտվեք նրանց գովազդած ապրանքներից։ Մենք էլ ձեզ շատ ենք սիրում, կապի մեջ։ Bye bye։